Երբ որ 428 թվականին մեծ հայքի թագավորությունը անկում ապրեց, մեր էլիտան իր որակների հաշվին նորից շարունակեց ազգային շահերը սպասարկել։ Պարսպանական Հայաստանում մենք ունենք 5 առաջատար տոհմեր՝ Մամիկոնյաններ, Բագրատունիներ, Արծունիներ, Սյունիներ եւ Կամսարականներ։ 5 գահերից տոհմերն էին, մյուսները այդ բուրգի արդեն ներքևում էին, ասենք Արծունիների ենթակա Անձևացի իշխանը եւ այլն, եւ այս հնգյակը այդ էլիտայի ինստիտուցիոնալ հիշողությունը պահպանելով մինչև մյուս անգամ հայոց անկախ թագավորություն վերականգնվել է 884 թվականի անիի թագավորություն 428-884 այդ արանքում արժանի եղավ իր դերին եւ ղեկավարեց հայ ժողովրդին Սասանյան, բյուզանդական եւ արաբական ծանր տիրապետության տարիներին։ Այդ ընթացքում մենք բազում ապստամբություններ ենք ունեցել, մեր ազգային էլիտան չունենալով ազգային պետության արտաքին կրիչը, ներքին կրիչ մենք ունեինք, տեղական ինքնակառավարումը նախարարներն ապահովում էին, եկեղեցին էր իր հոգևոր ցանցով եւ դասով եւ այլն, արտաքին կրիչը չունեինք, այսինքն ենթարկում Սասանյանների կամ բյուզանդական համակարգում էինք, արաբների կամ բյուզանդական համակարգում էինք, մեր էլիտան պահեց եւ սպասարկեց հայ ազգի շահերը եւ դրա արդյունքը եղավ Անիի թագավորության վերակերտումը, որ իր բնույթով մեծ հայքի թագավորության շարունակությունն էր։